Պարոն վարչապետ, Արմեն Գրիգորյանի եւ Հաջիևի հանդիպման հետ կապված, եթե մանրամասներ կարելի է ասեք, ինչի մասին էր այդ հանդիպումը, ինչ որ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերվել են թե ոչ, ու նաեւ 21 թվականի ընտրությունների հետ կապված բարբերաբար ասում եք, որ ընտրակաշառքի գործով ոչ մեկը չի նստել, հետաքրքիր է դա համարում եք կամ համարելու եք հետևանքի արժանի արարք ու եթե այո, ինչ հետևանք կլինի։ Ես համարում եմ, որ այն, որ այս ընտրություններում ընտրակաշառք այդպիսի լայն ցանցագործել, այդ թվում դրա հետևանքն է, որ ժամանակին այդ անողները չեն պատժվել։ Միանշանակ եւ աներկա եւ սրան պետքա տրվի գնահատական։ Առնվազն քաղաքական գնահատական ես կտամ, իրավական գնահատականների մասին իրավաբանները իրենք կգնահատեն եւ իրավական համակարգը ինքը պետքա գնահատի, բայց ակնհայտ է, որտեղ մենք ունենք դատաիրավական համակարգի ճգնաժամ եւ այդ ճգնաժամը պետքա որևէ ձևով լուծվի։ Չի բացառվում, նաև գնանք հասնենք անհատական մակարդակի պատասխանատվությամբ, հասկանանք ով ինչ որոշում է կայացրել եւ ինչու։ Եվ ինչ վերաբերվում է Գրիգորյանի եւ Հաջիևի հանդիպմանը, դե ազգային ժողովում երեք այդքան մանրամասն խոսել եմ, կարծում եմ նոր բան չկա ասելու։ Շատ կարևորում եմ հանդիպումը, շատ կարևորում եմ նաև, որ հանդիպում տեղի ունեցել Հայաստանում, այսինքն մեր տարածաշրջանում եւ ոչ թե տարածաշրջանից դուրս, ինչը նշանակում է խաղաղության գործընթացի ուղղությամբ մենք գնում ենք առաջ։ Եվ կառավարում ենք բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ, մասնավորապես այն ռիսկերը, ինչի մասին երեք ազգային ժողովի ամբիոնից խոսեցի։ Ես հիմա չեմ կարող այդպիսի հայտարարություններ անել, ես հիմա թեման նոր սկսել եմ ուսումնասիրեմ եւ հետեւություններ կանեմ։ Շնորհակալություն, ազատություն։ Պարոն վարչապետ, ուզում եմ նշեք Հաջիևի եւ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման նախաձեռնությունը Հայաստանին է եղել թե Բաքվին, դուք երեք ասացիք, որ այդ հանդիպման ընթացքում այդ հանդիպումը նաև միտված է եղել կառավարելու պատերազմի հնարավոր ռիսկերը, ինչու էին առաջացել պատերազմի ռիսկեր, որը կառավարելու անհրաժեշտություն էր նաև այդ հանդիպումը, անհրաժեշտության համար էր այդ հանդիպումը։ Ձեր հայտարարություններից երեկվա ազգային ժողովից էության հասկացվեց, որ այդ հանդիպման օրակարգը եղել է Հայաստանի նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ընտրությունները եւ ընտրությունների արդյունքները, նաև եթե ճիշտ ենք հասկացել, ասեք, եթե ոչ ուղղեք, որ այդ հանդիպման ընթացքում Հայաստանի դիրքորոշումը եղել է այն, որ այն կես միլիոնից ավելի քաղաքացին, որ ձայն է տվել ընդդիմությանը, իր ընտրությունը կատարել է ընտրակաշառքով եւ դա ամենևին ձեր ասած այդ Ղարաբաղյան շարժումը շարունակելու շրջանակում չի եղել, արդյոք նման բացատրություն է ներկայացվել Բաքվի կողմին, եթե այո, դուք ինչպես եք վերաբերվում դրան, այսինքն նորմալ է, երբ Հայաստանը իր ներքաղաքական կյանքը քննարկում է Բաքվի հետ, սա արդյոք նվաստացուցիչ չեք համարում պետականության տեսանկյունից։ Նախ ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի կա արդյոք հետաքրքրություն, այսինքն շոշափման հանդիպման անհրաժեշտություն կա, թե ոչ։ Երկրորդը մենք եւ Ադրբեջանի փորձագիտական եւ Հայաստանի փորձագիտական շրջանակներում մենք տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրել իրավիճակը եւ մենք ինչպես եւ պարտավոր ենք զբաղված ենք իրադրության կառավարման։ Մենք ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել, մյուս կողմից դիվանագիտական հիմնական աշխատանքը աշխարհի բոլոր երկրների հետ հենց հիմնականում դրա մասին է, կողմերը իրենց դիրքորոշումները իրար համար պարզաբանում են եւ մտահոգությունները իրար համար պարզաբանում են։ Այսինքն որ ցանկացած X2 երկրի ներկայացուցիչ, որ հանդիպում են, ինչ են անում։ Իրար առաջ հարցեր են բարձրացնում, դիրքորոշումները պարզաբանում են, որպեսզի այդ դիրքորոշումները երրորդ կողմերի կամ մամուլի կամ այլ միջոցների միջոցով չստացվեն։ Այսինքն դա այն ինչ որ դուք անվանում եք նվաստացուցիչ, ոչ մի բանի բացատրություն չի տալիս, բայց բոլոր առանց բացառության բոլոր բանակցությունները աշխարհի բոլոր երկրների բանակցությունները բոլոր երկրների հետ հենց դրա մասին են։
միմյանց դիրքորոշումները, ռազմավարությունները, պլանները եւ միմյանց մտահոգող հարցերը բարձրացվում են։ Ինչու՞ միայն այդ հարցերը, այդ թվում անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված հարցեր են բարձրացվել, այդ թվում սահմանային իրադրության կառավարման հետ կապված հարցեր են բարձրացվել, տասնյակ հարցեր։ Այսինքն այն ինչ որ մենք բոլոր հարևանների հետ քննարկում ենք առանց բացառության։ Այսինքն տարբեր հարևանների հետ տարբեր ֆորմատներ կան քննարկելու։ Հիմա ընտրությունների գիշերը ես հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի վարչապետի հետ։ Եվ քննարկել ենք ամենատարբեր հարցեր, տնտեսական, քաղաքական եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն այդ է դիվանագիտությունը, որ դու հաղորդակցվում ես մարդկանց հետ։ Դիվանագիտության բացակայությունը հաղորդակցության բացակայություն։ Մենք մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք կողմնորոշում, բայց մյուս կողմից մենք ամբողջ աշխարհում հետ այդ թվում ընտրությունների քաղաքական հետևությունները եւ ընտրությունների հետևող ռազմավարությունները բոլոր մեր միջազգային գործընկերների առանց բացառության կիսում։ Եվ դա նորմալ պրակտիկա է, շատ նորմալ պրակտիկա է։ Այսինքն, այն որ դուք ասում եք դա նվաստացուցիչ չի, դա ես հիմա որ թարգմանում եմ, կարող հնչի այսպես, իսկ պետությունը լինելու նվաստացուցիչ է, թե չէ։ Որովհետեւ բոլոր պետությունները զբաղվում են առանց բացառության բոլոր պետությունները զբաղվում են հաղորդակցության իրենց հարևանների եւ միջազգային գործընկերների։ Այդ որ այդ թեմաները քննարկում են աշխարհի մյուս հատվածների հետ եւ միշտ քննարկում են, դա նվաստացուցիչ չի։ Երբ որ Ադրբեջանը մեզ հետ պատերազմը որ կարող է լինել եւ կարող է որ կարող է լարել որովհետև երբ կարող Ադրբեջանցի մենք հետ թեմաները մենք չենք նրանք ովքեր դերել են եւ նպատակով են Արտաշրջանային իրավիճակը որովհետև նրանք մարիոնետներ նրանք ձեռքեր են Արտաշրջանային իրավիճակը եւ աշխատենք չդարի եւ մենք աշխատել ենք որ չդարի եւ չի դարի Հաջորդ դասը ինչպես նախորդ